Եթե որոշել եք այս ամառ էքսկուրսիա կազմակերպել, սննդամթերքը կգնեք խանութներից, ոչ թե փողոցից։ Արագ փչացող սնունդը կպահեք սառնարանում, կհետևեք տեղափոխման կանոններին եւ իհարկե կպահպանեք հիգիենայի կանոնները, եթե չեք ցանկանում վարակվել աղիքային հիվանդություններով։ Ամառը մոտենում է, իսկ վարակվելու հավանականությունը մեծանում։ Աղիքային վարակիչ հիվանդությունները փոխանցվում են մի շարք գործոններով, օրինակ սննդով, ջրով, ինչպես նաեւ ձեռքերի միջոցով, կենցաղ կոնտակտային եւ բռնկման, ինչպես նշեցի, հիմնական պատճառ հանդիսացող երկրորդային աղտոտման հետևանքով։ Սառնարանային պայմաններում պետք է պահվեն կաթնամթերքը, մսամթերքը, կրեմային հրուշակեղենը։ Միրգն ու բանջարեղենը պարտադիր պետք է լվալ հոսող ջրի տակ։ Նաեւ քանի որ Հայաստանում ջրանջատումներ շատ են լինում, մասնագետները խորհուրդ են տալիս ջրանջատումից հետո 10-ից 15 րոպե ջուրը բաց թողնել, այնուհետև օգտագործել։ Հիմնականում բռնկման արդյունքում հայտնաբերվում են այնպիսի հարուցիչներ, որոնք ուրեմն արկա են օրինակ, մեկ անձի մոտ, ով չունի ախտանշաններ, բայց համարվում է տվյալ վարակը կրող եւ այդ անձի ուղղակի հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով սննդամթերքը վարակվում է եւ դառնում է բռնկման պատճառ։ Գանգատներ ունենալու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, ինչը կարող է բարդություններ առաջացնել։ Աղիքային ինֆեկցիաների պարագայում ամենաառաջի ախտանիշներից մեկը կարող է լինել փսխումները, ախորժակի անկումը, որովայնի շրջանում ցավերը, կարող են դրանց միանալ գումարվել ընթացքում նաև բարձր ջերմությունը, ջրազրկման երևույթները, բերանի չորությունը, ծարավի զգացումը, մաշկի չորությունը։ Հակաբակտերիալ պրեպարատների կիրառումը աղիքային հիվանդությունների դեպքում հակացուցված է եւ չի թույլատրվում առանց հարուցիչի ճշտելու։ Որոշ հարուցիչներ ունեն, որոնց պարագայում հակացուցված է հակաբակտերիալ բուժումը որոշ պրեպարատներով, կարող են առաջացնել դրանք բավականին լուրջ հետևանքներ, թվում նաև երիկամային անբարություն կոչվածը, որը որոշ ինֆեկցիաների դեպքում բավականին հաճախ է հանդիպում։ Իդեպ, նախորդ տարի ամռանը հանրապետությունում սննդով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում է արձանագրվել, 2-ը հանրային սննդի կազմակերպություններում։ Բռնկման հիմնական պատճառը եղել է սննդի պահման, պատրաստման կանոնների խախտումը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։